Հայաստանում է գտնվում միջուկային էներգիայի ամերիկացի փորձագետների խումբը, նրանք աշխատանքային հանդիպումներ են անցկացրել Երևանում ու Մեծամորում, թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ, Արտյոմ, իսկ ովքեր են այդ խմբի կազմում։ Խոսքը ամերիկյան Westinghouse Electric կազմակերպության ընկերության պատվիրակության մասին է։ Ընկերությունը ամերիկյան առաջատարներից մեկն է միջուկային էներգիայի ոլորտում, բայց ինչն է հատկանշական, այդ պատվիրակության հայաստանյան այցի մասին Հայաստանի պաշտոնական ոչ մի աղբյուր ոչ մի տեղեկություն չի տարածել։ Եվ այցի մասին մենք իմացել ենք միայն Միացյալ Նահանգների դեսպանության կայքում տեղադրված ինֆորմացիայից։ Այդ տեղեկությունի մեջ ասվում է, որ դեսպան Քրիստինա Քուինը ընդունել է ամերիկյան այդ ընկերության պատվիրակներին եւ քննարկել է նրանց հետ Հայաստանի էներգետիկ ապագային նվիրված ապագայի վերաբերող հարցեր։ Եվ այդ հաղորդագրությունում ասվում է, որ մեջբերում եմ ամերիկյան ընկերությունները ունեն անհրաժեշտ փորձ եւ ինովացիոն տեխնոլոգիաներ Հայաստանի էներգետիկայի ապագան ապահովելու համար։ Թե կոնկրետ ում հետ են կառավարական կառույցներում հանդիպել ամերիկացի փորձագետները, ինչպես հասկանում ես, իմանալ չեմ կարող։ Ինչով է զբաղվում այդ ընկերությունը եւ ինչ ծրագրեր կարող է իրականացնել Հայաստանում։ Բաց աղբյուրներից ստացված ինֆորմացիայից կարող էի դատել, որ սպասարկել են Պենտագոնին, մասնավորապես Պենտագոնի պատվերով մշակել են, ստեղծել են միջուկային ռեակտորներ սուզանավերի եւ ավիակիրների համար։ Բայց վերջին շրջանում, վերջին 20-25 տարվա ընթացքում ամերիկյան այդ ընկերությունը սկսել է մասնագիտանալ Արևելյան Եվրոպայում խորհրդային միության կողմից կառուցված ատոմակայանների սպասարկման եւ դրանց համար միջուկային տեխնոլոգիաներ եւ վառելիք ապահովելու գործում։ Մասնավորապես սպասարկում է Բուլղարիայում, Չեխիայում եւ Ֆինլանդիայում խորհրդային միության կողմից կառուցված ատոմակայանները, նրանց համար միջուկային վառելիք է մատակարարում։ Եվ այն, որ այդ ընկերությունը այժմ Հայաստանում է ներկայացված, կարծում եմ կարող է վկայել այն մասին, որ բանակցություններ են տարվում Մեծամորի ատոմակայանում ամերիկացիների մասնակցության մասին։ Այսինքն դիվերսիֆիկացիայի մասին է խոսքը ռուսաստանյան Ռոսատոմից կախվածությունը նվազեցնելու համար, կամ միգուցե ապահովագրում այն դեպքի համար, երբ ռուսական այդ ընկերության ծառայություններից օգտվելը այլևս հնարավոր չի լինի։ Բայց մեկ այլ հանգամանք եւս հայտնի է, որ 23 թվականին ամերիկյան այդ ընկերությունը ներկայացրել է մոդուլային փոքր ռեակտորներ կառուցելու իր ծրագիրը եւ համապատասխան սերտիֆիկացիան պետք է անցկացնի տեղի ունենա արդեն 27 թվականին։ Սա հենց այն է, ինչ ամերիկյան կառավարությունը ժամանակին առաջարկել էր Հայաստանին։ Մեծամորում նոր էներգաբլոկ կառուցելու փոխարեն, որպեսզի Հայաստանը գնի Միացյալ Նահանգներից մոդուլային փոքր մի քանի տասնյակ ռեակտորներ։ Պարզվում է Westinghouse-ը հենց դրանով էլ զբաղվում է։ Այսինքն չի բացառվում, որ նաեւ այս հարցն է Երևանում քննարկվել, կամ միգուցե երկու հարցերն էլ միաժամանակ։ Այսինքն, եթե Հայաստանը չի ընդունում Ռոսատոմի առաջարկը նոր էներգաբլոկ կառուցելու, այլ ընդունում է ամերիկացիների տարբերակը մոդուլային էներգաբլոկների, կարող են խնդիրներ առաջանալ Ռոսատոմի կողմից գործող էներգաբլոկի սպասարկման վերաբերյալ եւ այստեղ եւս ամերիկացիները ոնց հասկանում են պատրաստ են ինչ-որ բան մեզ առաջարկել, քանի որ ամերիկյան այդ ընկերությունը անում է եւ մեկը եւ մյուսը։ Արտյոմ, կա արդյոք ամերիկյան միջուկային տեխնոլոգիաների կիրառման համար անհրաժեշտ իրավապայմանագրային բազա։ Այստեղ ոնց հասկանում եմ խնդիր կա, որովհետև դեռևս 1.5 տարի առաջ սկսվել էին բանակցությունները այն համաձայնագրի շուրջ, որը պետք է ապահովեր բոլոր անհրաժեշտ նախապայմանները, կա այդպիսի 1-2-3 պայմանական կոչվող համաձայնագիր, որի կնքման դեպքում միայն ամերիկյան կառավարությունը կարող է արտոնել, որ ամերիկյան միջուկային տեխնոլոգիաները ատոմին վերաբերող տրամադրվեն այլ երկրին։ Բանակցությունները այս համաձայնագրի շուրջ վաղուց արդեն սկսվել են, շարունակվում են, սակայն որևէ տեղեկություն այն մասին, թե երբ կավարտվեն բանակցությունները եւ կստորագրվի համաձայնագիրը, չկա։ Անցած տարի Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ասել էր, որ այս հարցում գնդակը ամերիկացիների խաղադաշտում է։ Շնորհակալություն։